Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիներ, Վանաձայնի եթերով և թիմադիրի էջով ձեզի հետ ենք ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հոհիտա Լիբանանի հայտարարի մարմինը 3 լիբանանյան լրատվամիջոցներուն հաղորդակցություն հղելով մտահոգություն հայտնեց Իսրայելի եւ Իրանի միջև դակնաբի լույսին տակ Ադրբեջանի, Հայաստանի Սյունիքի մարզին ուղված հետզհետե աճ արձանագրող սպառնալիքներուն հանդեպ։ Հայտարարի մարմինը նշեց, որ ներկա աշխարհակաղակական անկայունության աճը Ադրբեջանի կողմի Հայաստանի գերիշխանության հանդեպ ճշտամական քայլերու հավանականության հավելյալ վտանգ ստեղծեց։ Հայտարարի մարմին հայտնեց, որ Իսրայելի եւ Իրանի միջև շարունակվող ճշտամական արարքները կփարթացնեն Հայաստան հարավային Կովկասի մեջ անվտանգության գացությունը եւ Ադրբեջանի ճշտամական դիրքորոշումները կստեղծեն այն մտավախությունը, որ Հայաստան գրնա շշունային վերատասավորներու բادرվագով թիրախի վերածվիլ ուստի միջազգային ընտանիքը պետք է հիմա կործե զսպելու համար Ադրբեջանի կողմէ զինվորական հավանական որևէ ցածրանք։ Հայտարարի մարմինը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության գազագերբության անդամներուն, մասնավորապես Մինսկի խմբակի անդամներուն, ՄԱԳ-ի ապահովության խորհրդին, մասնավորապես անոր մնայուն անդամներուն, Եվրոպական միության եւ Հայաստանի դաշնակից պետություններուն գոչ ուղեց Ադրբեջանին արգելելու միջազգային դակնապները շահագործել իրագործելու համար Հայաստանի հանդեպ իր զավալաբաշտական ախորժակները։ Հոհիտա Լիբանանի հայտարարի մարմինը հայտարարեց, որ կվերահաստատի Հայաստանի գերիշխանությունը պաշտպանելու իր անսասան հանձնարարությունը եւ միջազգային գազագերբություններուն աշխարհի ղեկավարներուն գոչ կուղե դիտակցելու գացության, լրջության եւ անհաբաղ ցերնարգելու հարավային Կովկասի մեջ խաղաղությունն ու գայունությունը պահպանելու քայլերու։ Քորդարար եւ բարերար Սամուել Գարաբեդյան 3 գալանավորվեցավ 2 ամիսով հայ արաքելական եկեղեցին պաշտպանող հրաբարակային իր հայտարարությունն ետք։ Դաշիր ընկերություններու խումբի ղեկավար Գարաբեդյանին մեղադրանք առաջադրվեցավ իշխանությունը բռնակրավելու հրաբարակային գոչ ուղղելու մեղադրանքով։ Գարաբեդյանի գալանավորումը դեղի ունենա այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյան կսաստկացնի հակաեկեղեցական իր հայտարարությունները եւ դենշունները հայ արաքելական եկեղեցու հանդեպ։ Գարաբեդյանի գալանավորումն անմիջապես ետք Փաշինյանի վարչագազն սկսավ դիրախավորել անոր արևդրական գայսրությունը։ Հանրային ծառայություններ ղեկավարող Պետական հանձնաժողովը 10 միլիոն դրամ մոտ $25,000 դուքանք ճշտեց Հայաստանի երեթերական ցանցեր ընկերության հանդեպ բաժարապանելով տեխնիկ եւ արևդրական խախտումներ։ Միաժամանակ Փաշինյան հայտարարեց Հայաստանի էլեկտրուժի համագարկի այսպես կոչված պետականացման ծրագիրի մասին։ Լրացուցիչ դնշում կորզատրվեցավ նաև սնունդի անվտանգության դեսչական մարմինին կողմէ, որ խոզարգություններ կատարեց Դաշիր պիցցա ցանցի հանրային սնունդի 30 կետրոններու մեջ, որոնք եւս կպատկանին Գարաբեդյանի խումբին։ Սամուել Գարաբեդյանի գալանավորումն գարջ ադենի ետք ամենահայոց կաթողիկոսությունը հրաբարակեց հետևյալ հայտարարությունը։ Քիչ առաջ տեղեկացանք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ակնհայտորեն դեղի տալով իշխանության բացահայտ դնշումներուն դիմաց որոշած է ցերպակալել ազգային բարերար Սամուել Գարաբեդյանը։ Սամուել Գարաբեդյանի հանդեպ կատարվող հետապնդումը վարչապետին հակաեկեղեցական գործողություններու հերթական արտահայտությունն է նպատակ ունենալով վախի եւ սպառնալիքի գործադրությամբ հայ եկեղեցին զրկել հավատացյալ իր ժողովրդի աջակցությունն նշեց հայտարարությունը։ Խստորեն կդատապարտենք ամոթալի այս վարկակիցը զայն նկատելով հարված ինչպես Հայաստանի վարգին եւ հեղինակության նույնպես եւ հայ եկեղեցվո։ Մեր ամբողջական զորակցությունը կհայտնենք Սամուել Գարաբեդյանին եւ անոր ընտանիքին դիրոջ օգնությունը եւ բաղբանությունը խնդրելով եզրակացուց ամենահայոց կաթողիկոսության հրաբարակած հայտարարությունը։
Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանը հաղորդակցությունը հրապարակելով հայտնեց. Հայ առաքելական եկեղեցու սադարող անձերու հանդեպ իրականացվող ճնշումները անընդունելի են թե փարոյական, թե իրավական տեսանկյունեն։ Մենք խոր մտահոգությամբ կհետևենք այն բացասական դեղեկատվական մթնոլորտին, որ այսօր Հայաստանի իշխանություններուն կողմէ կձևավորվի հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Հայ առաքելական եկեղեցին մեր եկեղեցու հետ ունի երկարամյա հարաբերություններ։ Եկեղեցու քերակույն պատրիարքին եւ կաթողիկոսին ուղղված հարցակումները միջամտություն են անոնց ներքին գործերուն, ինչ որ աշխարհիկ պետության իշխանություններուն համար անթույլատրելի է, նշեց հաղորդակցությունը։ Ռուսիա խորհրդարանի անկախ պետություններու հասարակապետության հարցերու հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոստանտին Զադուլին մեկնաբանեց ռուսահայ գործարար Սամուել Գարաբեդյանի գալանավորումը, հայ եկեղեցու դեմ հայրենի իշխանություններու հարձակումը եւ անոնց արեմնդամետ մոդեցումը։ Զադուլինի համաձայն Փաշինյան այսօր մարտահրավեր գտնե հայ ժողովրդի գոյության առջև։ Այս իրավիճակը ինձ համար շատ անսպասելի էր, թեև Փաշինյանի հանդեպ անագնգալը սովորություն է։ Անոր գործողությունները եւ հայտարարությունները գնան միայն վրթովմունք առաջացնել եւ ոչ միայն հայկական սփյուռքի ներկայացուցիչներու կամ Հայաստանի քաղաքացիներու զիրի մեջ։ Մենք մասնավորապես կխոսենք այն հիմնական բաներուն մասին, որոնցով մենք դաստիարակված ենք։ Դուք չեք կրնար անարքանքով վերապերիլ սեր մեզերուն, չեք կրնար խորհրդային ամբողջ ժամանակին յետք անարգալից արտահայտություններով վերապերիլ գրոնական զգացումներու հետ։ Այս մարտը այսօր մարտահրավերի արժեվ գտնե հայ ժողովրդի գոյությունը։ Իբրե պատմապան կգարձեմ, որ հայ ժողովուրդը գոյադեված եւ բաբանած է իրիկնությունը մեծ մասամբ շնորհիվ անոր, որ անոր միավորած է հայ առաքելական եկեղեցին, որ աշխարհի քրիստոնյա առաջին եկեղեցին է, ըսավ Զադուլին։ Անդրադառնալով հայտնի գործարար եւ բարերար Սամուել Գարաբեդյանի գալանավորման, պատգամավորը ընդգծեց, ինչպես արդեն նշված է Ռուսիո արտաքին գործոս նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, Ռուսիա ուշադրությամբ կհետևի գործընթացներուն եւ կձեռագրի իր սեփական գործողությունները։ Սամուել Գարաբեդյանի փաստաբան Արմեն Ֆերոյան հրաբարագեց Սամուել Գարաբեդյանի ուղերձը, որում մեջ մասնավորապես ասված է. Հարգելի հայրենագիտներ, խորին շնորհակալություն կհայտնեմ այս օրերուն իմ եւ ընտանիքիս կողքին գտնվելու եւ մեզի աջակցելու համար։ Դժբախտաբար Թադարանը վատ օրինակ ծառայեց օրենքի եւ իրավական երգիր ունենալու հույսով մեր ազգին, ապացուցեց, որ դակավին ընդունակ չէ գործելու ինքնուրույն հանուն արդարության։ Կյանքիս ընթացքին հաջողություններու գործընթաց ունեցած եմ նաեւ բազմաթիվ դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձնված։ Աբորնի սեպագալության եւ շինզու մեղադրանքով չեն գրնար ինձի դնշել կամ զիս չեղել որտեղած սկզբունքներես։ Միշտ պիտի ելամ ժողովրդին գողքին եւ ինչպես նաեւ հայ առաքելական եկեղեցու գողքին։ Չանք եւ երանց չեմ խնայած եւ պիտի չխնայեմ հայրենիքիս եւ հայության կյանքը բարելավելու, բարեգեցիկ եւ անվտանգ աբակա գերդելու համար։ Մենք բարակդող չենք, մենք ազգը համախմբող ենք։ Ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա։ Հարաճ Աստված, շնորհակալություն ձեր աջակցության համար։ Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Թակուհի Թովմասյան լրագրողներու հետ հարցազրույցի ընթացքին ասավ. Ես կուզեմ հիշեցնել, որ հունվար 2021-ին ի վեր անհայտ կերպով գործվածներու որոնողական աշխատանքները դադրած են։ Այդ մասին դեղյակ է Նիկոլ Փաշինյան։ Անգեյետ քեզ չեմ տեսած գործնական որևէ քայլ, որ Նիկոլ Փաշինյան գդարե գործվածներու վերադարձի հարցը բանակցային գործընթացներու մեջ ներառնելու համար։ Ես այդ ժամանակ Դակավին մարդու իրավունքներու հանձնաժողովի նախագահն էի, բազմաթիվ քրություններ ղրգած եմ թե իրեն, թե միջազգային կառույցներուն, որբեսի հասկանանք, թե երբ պիտի սկսին որոնողական աշխատանքները։ Փաշինյանի համար այս հարցը փակված է։ Թոմասյանն նաև նշեց, որ Փաշինյան նույն ձևով փակած է նաև քերիներու հարցը։ Այսօր արհամարական ոճով գսե, թե մենք ամեն օր աշխատենք քերիներու հարցով։ Սակայն իրականության մեջ քերիներու հարցը փակված է, որովհետև այսպես կոչված խաղաղության համայնքին մեջ, որուն շուրջ կփանակցի Փաշինյան, որևէ գետ չկա
գերներու վերադարձի մասին եզրակացուց պատգամավոր Թովմասյան։ Հայրենիք գուսակցության նախագահ Հայաստանի ազգային ժողովի անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյան հարցազրույցում ընթացքին հայտնեց. Նիկոլ Փաշինյանի եւ Էրդողանի հանդիպումեն դժբախտաբար ոչ մեկ լավ բան կարելի է սպասել, որովհետեւ այս մարտիկ իշխանության ռեգին գտնվող անձը երբեք հայնաբաստ կայլ արած չէ։ Վանեցյանի համաձայն Նիկոլ Փաշինյան միայն մեկ դարբերակ ունի 2026-ին քաղաքացիներեն կվերներ խնդրելու համար։ Ան պետք է սանա փաստաթուղթը, որում վերնակիրը ըլլա իշ որևէ դարբերակ չունի։ Լուծումներով իր հանգի նշեց Արթուր Վանեցյան։ 2000 որը բնագելի համալիրը Ներքին Նախիջևանի մեջ ստորագրված էր միջ կառավարական համագործակցության համայնքիրը, որ նախադեսեր Մարաշի մեջ բնագելի շենքերու դարրական դպրոցի, մանկաբարձի եւ մշակութային կենտրոնի կառուցումը։ Երեք Ադրբեջանի մեջ տեղի ունեցած օրենքի քերագայության ամրապնդում մարդու պաշտպաններու եւ ազգային մարդու իրավունքներու հիմնարկներու թերը նյութով մարդու պաշտպաններու միջազգային խորհրդաժողովի ընթացքին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև նշեց, որ Հայաստան պետք է հարգի ադրբեջանցիներու իրենց բնիկ հողեր վերաթարնելու իրավունքը։ Այս մեկը դարաշրջանի մեջ խաղաղության, հաշտության եւ մարդու իրավունքներու հաստատման ամենին կարևոր պայմանն է, հայտնեց ան։ Քաղաքականներու իրավունքներու մասին իր արտասանած խոսքի մեջ Ալիև նշեց, որ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանեն 100 հազարավոր ազերիներ բռնի տեղահանված եւ ցեղային զդումի ենթարկված են։ Այդ սարսափելի տեղահանություններն յետք Հայաստանի տարածքին ոչ մեկ ազերի մնացած է եւ իր ժողովրդի պատմամշակութային կրոնական հոգեվոր ժառանգությունը ընդ որում հուշարձանները, մզգիթները եւ գերեզմանատունները ոչնչացած են այդ տարածքներում մեջ։ Պատմական արդարությունը կբահանջի, որ այս մարտիկ խաղաղ եւ անվտանգ վերաթարնան իրենց հայրենիքը, ըստ նախագահ Ալիև։ Արցախի քաղաքականներու իրավապաշտպան միությունը այս արիթով հրաբարակեց հայտարարություն ասելով. 2020-2023 թվականներուն Արցախի հայկական պատմական տարածքները պատերազմական հանցանքներով եւ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներով կոպիտ խախտումներով յուրացնել է շուրջ 120,000 արցախցիներու համար ցեղասպանական իրական վտանգի ստեղծումով բռնի տեղահանել է, հայ ժողովրդի պատմական հայրենիքը բնիկ ժողովուրդեն դադարել է եւ պատմական ներկայության անհերքելի ապացույցները ոչնչացնել է եւ յուրացնել է յետք Ադրբեջանը քաղաքական գահանդկնի խոսիլ ցեղային զդումներու, դեղանություններու եւ ուշացաններու ոչնչացման մասին։ Եվ այս բոլորը կգադարվի հորինված շինզու արավելաբաշտական արևմտյան Ադրբեջան եզրի գործածությամբ, որ բացառապես ստեղծված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մեջ եւ պատմության հետ կապվելու որևէ կարելիություն չունի, նշեց հայտարարությունը։ Այս բոլորի նպատակը Ադրբեջանի տարածքներեն դուրս հայ ժողովրդի բնիկ լալուն հաշվին հին ժողովրդի առասպելը ստեղծելն է, ինքնին իբրև ամենն հին երկիր ներկայացնելը, ընդգծեց Արցախի քաղաքականներու իրավապաշտպան միության հայտարարությունը։ Հարկելի ունգընտիներ, վանացանի եթերով եւ թիմադրի էջով ներկայացուցին հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետեին Գրիգորը Երեսանի աղոթավար Նատալին։ Մնացեք միշտ վանացանի ունգընտիր։